Բարի երեկո 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ դիվանագետ վերլուծաբան Վարդան Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, շնորհակալություն մեզ հրավիրելու համար։ Այսօր ազգային ժողովում Հայաստան խմբակցությունը քաղբանտարկյանների թեմայով նիստ եւ քննարկում է հրավիրել եւ ասում են, որ մոտավորապես 70 կամ 60 քաղբանտարկյալ կա Հայաստանում։ Հետաքրքիր է ձեր երկար դիվանագիտական պրակտիկայի ընթացքում նմանատիպ օրինակներ տեսել եք միջազգային ասպարեզում։ Բազմաթիվ։ Եվ ինչպիսի երկրներին է դա բնորոշ։ Գիտեք, երբ որ խորհրդային միությունը փլուզվեց, տեղի ունեցավ փաստորեն հեղափոխություն, այսինքն մի հասարակարգ, որը փաստորեն հիմնական համակարգն էր արևմտյան հասարակարգի, երբ այդ հասարակարգը փլուզվեց, այն երկրները, որոնք մտնում էին այդ համակարգի մեջ, նրանք պետք է լրիվ նոր հասարակարգ ստեղծեին։ Եվ ինչպես արդեն գիտենք պատմությունից, այդ հասարակարգը ձևավորվում էր հիմնականում արևմուտքում ձևավորված, նույնիսկ կարելի ասել նեոկոնսերվատիվ գաղափարախոսության կողմից, բայց դրա ավելի սուր զարգացումն էր լիբերալ գլոբալիստական գաղափարախոսության տեսանկյունից այդ երկրներում ուրեմն ձևավորել իրենց համար, իրենց մտածելակերպին, իրենց քաղաքականության ու գաղափարախոսությանը համարժեք հասարակարգ։ Եվ հենց սկզբից, դե մինչև այդ դեռ խորհրդային միությունը կար, արդեն այն լճացման տարիներին։ Այո, ասենք 88 թվականից հետո, երբ որ 89 եւ այլն, այդ ժամանակվանից արդեն գլոբալիստները կամ նեոկոնսերվատիվներն ու հետո գլոբալիստները աշխատում էին, այսինքն այդ փլուզման գործընթացներին նպաստել։ Իհարկե հիմնական պատճառները ներքին էին խորհրդային միության փլուզման, այնտեղ տնտեսական եւ այլն կառավարման համակարգի, բայց այդ առումով նրանք շատ օգնեցին խորհրդային միության փլուզմանը եւ միանգամից անցան նոր հասարակարգ ձևավորմանը։ Այսինքն այն ինչի վրա որ հիմնված էր խորհրդային հասարակարգը, այդ ամեն ինչը պետք էր փլուզել եւ տնտեսական համակարգը, անցում շուկայականի։ Այսինքն այդ տեսակ արհեստական անցումը չէր կարող բերել խոշոր կատակլիզմների։ Այսինքն ինքներդ չգիտեմ, դուք դժվար թե հիշեք, բայց ձեր ծնողները գուցե կհիշեն, թե այդ փլուզումից հետո խորհրդային միությունը եւ ընդհանրապես սոցիալիստական համակարգը, այդ համակարգի երկրները տնտեսական ծանր վիճակի մեջ են գալ, մանավանդ խորհրդային միության։ Դա ուղղակի նման էր, ոնց ասեմ ձեզ, աշխարհի վերջին հետևանքները լրիվ պատերազմի հետևանքների համարժեք էին։ Այդ փլուզումը չեն գրում, չեն ասում, կգա ժամանակ, որ այդ ամեն ինչը թվերով կներկայացվի, բայց հսկայական զոհեր եղան նաև։ Մարդիկ զոհվեցին, ոչ միայն ասենք թե բախումների բանի ժամանակ, ոչ միայն կոնֆլիկտների, որ առաջացել էին նախկին խորհրդային միության տարածքում, այլև զուտ տնտեսական չքավոր վիճակից։ Պարոն Հակոբյան, իսկ վերադառնալով ժողովրդավարության բաստիոնում քաղբանտարկյանների գալիս եմ դրան, որ այդ պայմաններում գլոբալիստները սկսեցին այդ ձևավորման process-ը։ Այսինքն պետք էր այդ ամեն ինչը քանդել ռազմաարդյունաբերական կոմպլեքսը եւ այլն, ամենայն դեպս Հայաստանը գիտեք, այն երկիրներ, որտեղ գիտա արտադրական խոշոր միավորումներ կային, որոնք աշխատում էին խորհրդային միության այդ ռազմաարդյունաբերության ոլորտում եւ այլն, դրանք ընդհանրապես պետք էր վերացնել, վերացվեցին բոլոր կապերը եւ այլն։ Դա մի կողմն էր, բազան էր։ Երկրորդը ձևավորեցին մի, այսպես ասենք, ադմինիստրատիվ քաղաքական շրջանակ, որի մեջ պետք է սկսեր աճել ու ձևավորվել այդ նոր արևմտյանին, թվում է թե համապատասխանը ըստ գլոբալ լիբերալների քաղաքականության նոր պետական համակարգ, պետական քաղաքական, ներքին քաղաքական եւ այլն։ Որոշ առումով նրանք արդեն պատրաստել էին տարբեր իրենց ուրեմն մեխանիզմներով, միջոցներ կիրառելով արդեն ունեին այն մարդիկ, որոնք պատրաստ էին այդ հնիկ հանդմանը եւ նոր այդ հասարակարգի ստեղծմանը։ Այդ ընթացքում լինում էին բնականաբար բախումներ,
միշտ էլ ասենք թե հին համակարգի կողմնակիցները, որոնք ապշած էին, որ կարելի է այսպես անապատասնել երկիրը, գուցե աստիճանաբար փոխել, բարելավել եւ այլն, ոչ, պահանջը հենց քանդուքարաբաներն էր զրոյացնել եւ լրիվ նոր հարաբերություններ Ուզում եք ասել, որ այս իշխանությունները հենց այդ գործելավոճով են գնում, քանդուքարափանել, ամայացնել։ Եկեք գանք արմատներից այդ իշխանությունները, որ 91-2 թվականից հիմնական խնդիրը, որ տեղի ունեցավ նախկին խորհրդային միության տարածքում, դա սոցիալիստական սեփականության ձևերի վերացումներ եւ արտադրության եւ այլն, չասեցի, եւ նոր շուկայականի անցնելը։ Այդ մարդիկ ծնվել ապրել են երկար տարիներ այդ խորհրդային հարաբերություններում։ Եվ պարզ է, որ այս ամեն ինչից օգտվում էին մարդիկ, որոնք ճարպիկ էին, ասենք նախկին սպեկուլյանտներ, առևտրականներ եւ այլն, հենց դրանցից էլ պետք է ձևավորվեր այդ նույն շուկայական հարաբերությունները գրող իրականացնող համակարգ, այդ մարդկանցից պետք է ձևավորվեր։ Պարզ է, որ բախումներ էր լինում հնի եւ նորի միջև, ինչպես ընդունված է հաճախ ասել եւ այլն, եւ հենց սկզբից սկսվեց ոչ միայն ուրեմն տերորը, ասենք, հակառակորդների նկատմամբ։ Եթե հիշեք, արդեն 88 թվականից հետո մենք զոհեր էինք ունենում, այսինքն ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում եւ մյուս մարդկանց էին սպանում, վերացնում էին, բախումներ էր լինում, որոնք ավարտվում էին այդ ձևով եւ բնականաբար բազմաթիվ մարդկանց կալանավորում էին, այսինքն նրանք, ովքեր համարվում էին ոչ այդ նոր կուրսին համապատասխան եւ որոնք շարունակում էին եւ դիմադրում էին, նրանց զգալի մասին սկսեցին բանտարկել։ Այսինքն վերադարձել ենք վաղ 90-ականներ։ Հա, այդ վաղ 90-ականների ժամանակ դա սկսվեց եւ այդ process-ը կայուն ուրեմն գլոբալիստները պահում են այդ նախկին հանրապետություններում։ Ինչ միջոցներով։ Այդ հասարակական կազմակերպությունների, ֆոնդերի եւ այլն նրանք 30 տարվա ընթացքում դաստիարակեցին մարդիկ այդ գլոբալիստական գաղափարախոսության շրջանակում, որոնք պետք է այդ ամեն ինչը անեն եւ պահեն։ Եվ նրանք էլ արտաքին, այսպես ասած, հսկողությամբ ապահովում են նրանց կարիերային զարգացումը։ Եվ այսօր մենք իշխանության գլուխ եւ ընդհանրապես մեր քաղաքական դաշտում ունենք մարդիկ, որոնք ոչ միայն ծնվել են, այլ աճել են, որտեղ 91 թվականին կային 15-15 տարեկան դեռ երեխաներ, որոնք այդ 30 տարվա ընթացքում ձևավորվեցին այդ նոր հասարակարգի սկզբունքների հիման վրա։ Եվ սրանք շարունակեցին այդ պայքարը, իսկ կար նաև մարդիկ, որոնք դրանք դեմ են եւ մեզ փաստորեն մշտապես մեզ որն է ամբողջ խորհրդային տարածքով ուղեկցել է այդ process-ը, հակառակորդներին քաղաքական ձերբակալել, բանտարկել, հետապնդել, ճնշել եւ այլն։ Այնպես որ սա նորություն չի։ Պարոն Հակոբյան, այսինքն Բաքու մեկնած Հիկմեթ Հաջիևի, Ալիևի օգնականի հետ հանդիպում ունեցած եւ նրա մեսիջները հայ հասարակությանը փոխանցող, այսպես կոչված հայ քաղաքասարակության ներկայացուցիչները ձեր ասած համակարգի կողմից պատրաստված, աճեցված եւ մեծացած մարդիկ են։ Այսինքն նոր միջավայրում են այդ մարդիկ մեծացել։ Հասկանում եք, արժեքները փոխվել։ Միշտ էլ երբ որ այդ տեսակ հեղափոխական շրջադարձներ են լինում հասարակության մեջ, առաջանում են նոր իրավիճակ, նոր մարդիկ, որոնք այդ պայքարի մեջ են մտնում եւ որոնք դառնում են առանցքը, որ պետք է տանեն այդ նոր վերափոխումները։ Բայց այդ մարդիկ մեծականակ չեն, այո, դա որոշակի խումբ է։ Իհարկե, դրանք ոչ միայն որոշակից բացի ավելացնենք փոքրաթիվ խումբ է, բայց այդ փոքրաթիվ խումբը շատ լավ օժանդակվում է, շատ լավ ղեկավարվում է, կառավարվում է եւ իրենց կարիերան, ընդհանրապես իրենց ապրելակերպը, կյանքը եւ այլն պայմանավորված է դրանով։ Եվ այդ փոքրաթիվ խումբը, ճիշտն ասած, ամենահետևողական եւ նպատակասլաց ու ինչ որտեղ ակտիվ, ես կասեի նույնիսկ ագրեսիվ խումբն է։ Իդեպ խաղաղության կամուրջով Բաքու մեկնածներից Արեգ Քոչինյանը ասաց, որ այդ փոխադարձ այցերը հիմնականում քննադատում են ակտիվ
փոքրամասնությունը հայ հասարակության, այնինչ հասարակության լուր մեծամասնությունը կողմ է նման փոխադարձ այցելություններին։ Գիտեք, ընդհանրապես լիբերալիզմին հատուկ է մի բան, էլի, որ թվում է թե դա ճիշտ բան են ասում են։ Ինչ է եղել։ Հիմա թող գնան, շփվեն, հարաբերություններ բանանեն։ Անցյալը պետք չէ փորփրել, մոռանալ, խաչքաշել։ Դեռ դրան չեն գալիս, այլ պետք է դիվանագիտություն վարել, շփվել, որպեսզի կարողանաս քո հարցերը լուծել։ Այդքան տեղով կարելի է համաձայնվել, բայց թե ուր են տանում այդ լուծումներով, վերջին նպատակը որն է, դա խորքում մեզ ինչ է տալիս, սա ուրիշ հարց։ Այդ մասին խոսենք, պարոն Հակոբյան։ Հաջիևը ուղերձներ է հղել իրենց միջոցով։ Դե բնականաբար, ժամանակին մենք էլ էինք ուղերձներ հղում, օրինակ ասենք 2000 թվականների սկզբներին կամ նույնիսկ 90-ի վերջերին փորձում էինք նաև Մոսկվայի միջոցով կամ եվրոպացիների միջոցով հարաբերություններ կարգավորել ադրբեջանցիների հետ, որովհետև շատերը կհիշեն, որ ադրբեջանցիների նման վերաբերմունքը հայերին, ատելությունը, ինչպես հիմա ռուսների նկատմամբ, չէ՞ օրինակ ուկրաինացիների կամ լեհերի եւ այլն, այն ժամանակ այդ ատելությունը հատուկ տարածվում էր այդ հասարակության մեջ, մանավանդ այս կրտսեր Ալիևի գալուց հետո։ Հատկապես կրտսեր Ալիևի։ Հատկապես, այո։ Եվ գիտեք, դա հզոր գործընթաց էր։ Գրքեր էին տպագրում, պատմություն էին կեղծում, ոչ միայն ադրբեջաներեն, բնական է ադրբեջաներեն կարդացող էլ կարգին չկար։ Օտար լեզուներով էլ տպագրում են եւ այն տեսակ ահավաղումներ ու ատելություններ տարածվում հայերի նկատմամբ եւ չէին խուսափում ամեն տեսակ զազրելի բաներից նույնիսկ։ Սեփական ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունները վերագրել են։ Այո, այդ ամեն ինչը անում են եւ հիմա էլ շարունակում են անել։ Եվ այն ժամանակ այդ միջազգային, այսպես ասած, միջնորդների միջոցով փորձում են կարգավորել շատ թե քիչ։ Եվ այդ առումով, ասենք թե նույն ադրբեջանցիները այդ ժամանակ այդ պատվիրակությունը դա կարծեմ 2005 թվականին էր, ադրբեջանցիների պատվիրակություն եկավ Հայաստան, Փոլադ Բիլբիլօղլիի գլխավորությամբ էր, որ այն ժամանակ Մոսկվայի դեսպան էր Ադրբեջանի, այցելեցին, շփվեցին, այց եղավ նաև մեր, ինչքան հիշում եմ, ժուրնալիստների եւ այլն այցը Բաքու, փորձում էին ինչ որ ձև հասկացնել, որ պետք չէ թշնամությունը շարունակել։ Այսինքն Հայաստանը փորձում էր զսպել Ադրբեջանում հայերի դեմ ատելության պրոպագանդա։ Այո, այդ ատելության դեմ էր պայքարը, փորձում էին ինչ որ մշակութային համագործակցություն, դա բնական էր, դա սխալ բան էր, ոչ սխալ բան չէր։ Հիմա նույնը անում է Ադրբեջանը։ Բայց ո՞րն է տարբերությունը, պարոն Հակոբյան, դա կարևոր է։ Գիտեք, տարբերությունը հետևյալն է, եւ մենք ասում ենք, որ մեր գործը, այսպես ասած, արդար է, Ղարաբաղի ժողովրդի ազատությունը ձեռք բերել, պետք է ընդունել այդ ազատությունը եւ պետք չի ատելությամբ ապրել, մենք հարևաններ ենք, այսպես ենք ասում։ Պետք է շարունակենք եւ այլն, մի խոսքով Արցախի հարցներ։ Հիմա սրանք որ ասում են, մենք ադրբեջանցիների կոչերը մենք, երբ որ նայում ենք պրոբլեմն ինչու՞մն է։ Եթե դու հաշվի չես առնում այն գլոբալ փոփոխությունները, կարևոր փոփոխությունները քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական, որ տեղի ունեցան պատերազմից հետո եւ հետագայում Արցախը դատարկելուց հետո, արդեն մենք տեսնում ենք, թե այդ ընդհանուր գիծը ուր է տանում։ Այսինքն Հայաստանի տարածքը կոչենք հանրապետություն Հայաստանի, դարձել է արտաքին կառավարման տարածք։ Այսինքն նրանք այս ծրագրերն ունեն, ասենք տնտեսական ծրագրեր Հայաստանից ինչպես օգտվել կամ տրանսպորտային կոմունիկացիոն այդ միջանցքների հարցներ, չէ՞։ Ունեն, ասենք թե տեսեք ինչ հարցեր են դնում, ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Չակերտավոր վերադարձ։ Դե ինչի չակերտավոր, հենց վերադարձ։ Նրանք ադրբեջանցիք պահանջում են, որ վերադառնան իշխանությունները այսօր, բոլոր այն ադրբեջանցիք, ովքեր ապրել են Երևանում, կարողանան վերադառնալ եւ տարբեր այլ շրջաններում։ Անվանում են այս տարածքը Արևմտյան Ադրբեջան։ Մի կարծեք, թե սա միայն ինչ որ, այսպես ասած, խոսքեր է, արտահայտություններ, չէ, այդ
նրանց ղեկավարը նախագահը լուրջ է այդ թեմայով մտածում։ Դե հիմա այդ process-ն է գնում եւ նրանք ուզում են, որ մենք համակերպվենք այդ ծրագրին։ Այսինքն ուզում եք ասել, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է մեզ ղեկավարում, այլ իրականում Ալիևը, այդպես է ստացվում։ Այդ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման դաշտը պետք է բարձել։ Այսինքն եթե վերցնում ենք արտաքին քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, մենք այստեղ չենք կարող ասել, թե ղեկավարություն ունենք այդ առումով։ Բայց Նիկոլ Փաշինյանը երևի թե միակ քաղաքական գործիչն է, որ ամենաշատն է իր կյանքում օգտագործել ինքնիշխանություն բառը։ Ինչու եք այդպես ասում։ Դե գիտեք, նորից հիմա ստիպված են վերադառնալ այդ լիբերալների հոգեբանությանը, այսինքն այնքան բառեր են օգտագործում, բա դեմոկրատիա բառը չեք ասում։ Ժողովրդավարության բաստիոն։ Այո, ժողովրդավարության բաստիոն, կղզյակ եւ այլն, մենք եւ այս տեսակ հետո ինչ որ օգտագործում են, որպեսզի հասկանաք այդ process-ները համեմատություն արեք։ Նույն բաները Զելենսկին չի օգտագործում կամ մինչև այդ Պարաշենկոն։ Նույն բաները, ասենք, Ռուսաստանի այդ լիբերալները չէին օգտագործում այդ ամեն ինչը կամ դրա համար պայքարում։ Սա միջոց է, ուրեմն հասարակական գիտակցության մանիպուլյացիայի համար է ամեն ինչը։ Դրանում այդ գլոբալ հասարակությունը շատ առաջ է գնացել։ Ուսումնասիրություններ, թե հոգեբանական, հասարակության հոգեբանության, հասարակական գիտակցության եւ այլն այդ ամեն ինչը։ Այսինքն հիմա մեզ վրա շարունակում են աշխատել մեր գիտակցության վրա, որպեսզի այն ասենց ժելեի նման տան այն ձև ու այն գույնը, որ իրենց է պետք։ Դե մենք արդեն նրանք հասել են մեծ նվաճումներ ունեն արդեն։ Մեր երիտասարդության շատ զգալի մասը արդեն այդպես է մտածում։ Այսինքն, գիտեք, եթե դա վերաբերվեր օրինակ այնպիսի երկրների, ինչպես ասենք Չեխիան է կամ Հունգարիան է կամ չգիտեմ Պրիբալտյան երկրներ եւ այլն, ոչ Լիտվա, Լատվիա, այլ ասենք Ֆինլանդիա, մի խոսքով եվրոպական որոշ երկրներ, որոնք թվում է թե փոքր է բան, բայց նրանք այնքան կայացած հասարակություն էին, գոնե այն ժամանակ հիմա չեմ ուզում խոսել, այնքան հասարակությունն էին, որ կայացած, որ կարող էին այդ տեսակ բաներ իրենց թույլ տալ։ Մենք դրված ենք էգզիստենցիալ հարցերի առաջ, մեր առաջ դրված են էգզիստենցիալ հարցեր, այսինքն Չեխի համար, Սլովակի կամ չգիտեմ այնտեղ մեկ ուրիշի նման պետությունների գոյատևման հարց դրված չի որպես այդպիսի։ Պարոն Հակոբյան, դուք այսպես ասում եք, բայց Հիկմետ Հաջիևը հայ քաղաքասարակության ներկայացուցիչներին խնդրում է հայերին փոխանցել, որ Ադրբեջանի համար կոնֆլիկտը ավարտված է, պատերազմը ավարտված է եւ որ Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ չունեն։ Ալիևի օգնականը։ Ալիևի օգնականը, իսկ Ալիևը ինչ է ասում։ Այսինքն ես ուզում եմ դուք հասկանաք, որ այդ ամբողջ աշխարհում է հիմա այդ մոմենտը, այդ խոսքերի այդ շղարշը որ կա, դա հասարակության համար է։ Փափուկ բարձ են դնում հասարակության։ Փափուկ բարձը որն է, մանիպուլացում են նրանց գիտակցությունը եւ թվում է թե ճիշտ բաներ են ասում։ Հասկանում եք, իսկապես կամ սրանք որ քանի տարի է չէ խաղաղությունից են խոսում, մենք խաղաղություն բան խաղաղությունը կարող է մարդկանց տների վրա են գրակում, բայց խաղաղության մեջ են ապրում։ Այո, որովհետև կան խորքային process-ներ, կա քաղաքականություն, կան քաղաքական, ռազմաքաղաքական նպատակներ։ Այդ մարդիկ նպատակներ ունեն։ Որը մեր օգտին չէ։ Իհարկե։ Այսինքն ինչն է մեր օգ, դուք այսօր չեք զգա դա, բայց ընթացքը այնպիսին է, որ թե տնտեսապես, թե քաղաքական առումով, թե ինքնիշխանության հարցերով եւ այլն, մենք գնալով կորուստներ ենք տալիս։ Արդեն մենք դարձել ենք, ինչպես ասեցի, արտաքին կառավարման երկիր։ Այսինքն մեր քաղաքական նպատակները նույնիսկ եւ զարգացումները ձևավորում են ոչ թե մեր ժողովուրդն է ձևավորում մեր քաղաքական դաշտը, այլ ձևավորում են Արևմտյան Եվրոպան ասենք, Արևմուտքը, այսպես ասենք, Միացյալ Նահանգների հետ միասին, Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իսկ մեր կուրատորը, այսինքն մեզ դաստիարակողը, նայողը դա Թուրքիան է, ինչպես նաեւ Ադրբեջանին։ Այսինքն ուզում եմ հասկանաք, որ պետք է գալ այդ ընդհանուր խորքային process-ներից, որպեսզի այս ճղճի, այս տոնածառ
կաֆեներ եւ այլն, այս ամեն ինչի տակ հասկանաք, թե իրականում ինչ process-ներ են տեղի ունենում։ Հաջիևը այդպես կասի բնականաբար։ Ոնց որ բան են սրսկում, որ մարդը հանգստանա, թուլանա, չդիմադրի, չէ։ Յաթաղանով վիզը կտրելուց Այո, առաջ։ դե ախր էդ էլ մի ուրիշ ծայրահեղություն է։ Այ որ ժողովրդին ասում եք յաթաղանով կգա, հիմա յաթաղանով չեն գալիս։ Խորհրդանիշ որպես կարելի է, այսինքն հիմա դա արվում է ավելի դաժան ձևով։ Մարդկանց հոգեբանությունը, գիտակցությունը մանիպուլացնելով, փոխելով։ Ստոկհոլմյան զոհի սինդրոմը, այսինքն փառաբանենք, ողջունենք, գլուխորնարենք մեզ մորթողների, մեր երեխաներին, մաշկաքեր տանողներին։ Դրան են հայ հասարակությանը պատրաստվում։ Այո, դե այդ պայմաններում, եթե ինչ-որ մեկը մի խումբ, մի շերտ հասարակության, մեր մոտ թե ուրիշ երկրներում հասկանում է, գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում, Նրանց պետք է եւ գլուխ է կալանավորել։ բարձրացնում, կալանավորելուց բացի նրանց վերացնում են։ Հիշում եք Ուկրաինայի մի ժուրնալիստ կար, ազգանունը մոռացա։ Այդ մարդը բացատրում էր, թե ինչ է տեղի ունենում ուկրաինացիներին։ Ասում էր, մեզ զոհաբերում են իրենց շահերին հասնելու համար։ Դա ակնհայտ էր։ Այսինքն այդ պատերազմը ոչ թե ռուսները որպես այդպեսին սկսեցին, այլ ամեն ինչ արեց արևմուտքը, որ Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա։ Պարոն Հակոբյան, խոսք գնաց ռուս-ուկրաինական պատերազմի մասին, եղբայրս բան կարելի ասել, երբ կարողացան դրսի ուժերը իրար դեմ հանել երկու եղբայր ազգերի։ Բլումբերգը հրապարակել էր ուրեմն Թրամփի հատուկ բանագնացի Ուիտքոֆի եւ Պուտինի օգնական ուշակվի հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ այդ հրապարակումից պարզ է դառնում, որ ռուս-ուկրաինական ուրեմն խաղաղության գործընթացի կարևորագույն շեշտադրումները արվել են Պուտինի ցանկությամբ, հա, այսինքն ռուսական կողմի կարծիքին շատ մեծ տեղ է հատկացվել եւ նույնիսկ Բլումբերգը այն բնութագրում է որպես ռուսական նախագիծ, այո։ Հիմա մենք կարող ենք ենթադրել, որ նա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած երակողմ հանդիպումը Թրամփի, Ալիևի եւ Փաշինյանի միջև նույնպես որոշակիորեն համաձայնեցվել է ռուսական կողմի հետ։ Չէ, եթե այդպես վարվենք, կնշանակի ամեն ինչ խառնում ենք իրար եւ դիվանագիտությունից հեռու ենք գնում։ Իսկ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը դիվանագիտությունի տարբերություն մեզ ունեն։ Իհարկե դրանք այն տեսակ պետություններ են, այն տեսակ փորձով եւ այլն, որ ասում եմ, այն ինչ որ երևում է կամ Բլումբերգը դա մանիպուլատորներից մեկն է հասարակական գիտակցության։ Չնայած վստահ եմ այդ արևմուտքում շատ գործիչներ, ժուրնալիստներ փայլուն հասկանում են, գիտեն ինչի ինչումն է, բայց ժողովրդին այդպես չես ասի։ Այսինքն ինչ է նշանակում, որ ռուսների, հա, ասեցիք, ռուսները իրենց ծրագիրն են, հա, ներկայացրել եւ այլն։ Բանը նրանում է, որ ռուսները դա ներկայացնում են, այսինքն ոչ թե ծրագիրը, այլ իրենց շահերը եւ իրենց դիրքորոշումը ներկայացնում են շատ վաղուց, դեռ 2004 թվականից։ Երբ որ ես այցելում էի, ասենք, այն ժամանակ Ուկրաինա, դա դեռ Զելենսկուց, Պարաշենկոից շատ ավելի շուտ էր այդ 2002-2004 թվականներին, երբ որ Կուչման էր նախագահ, բայց այդ կառույցները արևմուտքից ներդրված Ուկրաինայում իրենց գործը անում էին։ Եվ երբ գնում էիր այդ Կրեշչատիկ կոչված փողոցի վրա, որը գալիս է այնտեղ հրապարակ է դառնում եւ այլն, այդ հրապարակում միշտ այդ վրանները խփած, ցածր է այսպես, ժողովուրդ մարդիկ կային, պարկած, նրանց ես շփվում էի, հարցնում էի, ուրեմն տալիս են մի կտոր հաց սալով, դե սալը ուկրաինացիների համար հասկանում եք շատ կարևոր բան է եւ մի շիշ ուղի ու $20, չէ, 20 գրիվեն։ Եվ այդ մարդիկ գիշեր-ցերեկ պարկած էին այնտեղ։ Շատերը բացարձակ չէին հասկանում, թե ինչ են ուզում, ինչի համար է, բայց գործընթացը այն ժամանակվանից էր դեռ սկսվել։ Այն ժամանակ ռուսները դեռ այդ ուժը, այսինքն որպես հզոր պետության, որպեսի ասենք թե փափուկ ուժի միջոցով կամ քարոզչություն վարելով կամ գործակալներ լցնելով եւ այլն Ուկրաինայում, որպեսի այդ անջատողականների դեմ առնելու չունեին եւ չէին հասցնում։ Ուկրաինան մինչև վերջ, մինչև 14 թվականը, նույնիսկ հետո էլ, նույնիսկ հիմա էլ ուղղակի թալանում էր Ռուսաստանը։ Գազ գողանալով, նավթ գողանալով, ամբողջ շուկան օգտագործելով, միլիարդներ էին օգտվում էին, շահը շատ մեծ էր։ Ռուսաստանից։
Այո, Ռուսաստանից։ Իսկ ռուսները աչքի են փակում դրա Որովհետև Ուկրաինան այդ տեսակ արտաքին շուկա չուներ, նրա միակ շուկան ըստ էության նախկին խորհրդային միությունն էր։ Դե ռուսները ասում են, դե մենք ենք, մեր ուկրաինացիներն են, ինչ պետք է լինի, որ եւ այլն, մանավանդ Ելցինի ժամանակ դա ամենաահավոր թալանն էր, որովհետև մի քիչ հետ գալով ասեմ, որ այդ գլոբալիստների հաջողության հասնել այդ նոր հասարակարգ ձևավորելու համար առանցքային թեմաներից մեկը, բացի կոռուպցիայից, որ հենց մեկին ուզում էր քանդել, մեղադրում էր կոռուպցիայի մեջ եւ սկսում էր քո գործը։ Դեպ այս իշխանությունների ամենագլխավոր Այո, դա է բոլոր գունավոր հեղափոխությունների առաջի լոզունգը պայքար կոռուպցիայի դեմ, նախկինները կոռուպցիոներ են եւ այլն, այնինչ այդ երկրները, որոնք դա հենց կազմակերպում են, Միացյալ Նահանգները եւ այլն, դրանք կլասիկ կոռուպցիայի երկիր են։ Ուղղակի օրենքի մակարդակի բարձրացված է այնտեղ կոռուպցիան։ Հիմա Ուկրաինան ռուսները գիտեին այդ ամեն ինչի չկատա, բայց ուժ չունեին դա կարգավորելու եւ մինչեւ ես կասեմ ձեզ դեռ Պուտինը արդեն մոտ 7-8 տարվա նախագահ էր, արդեն ուներ, չէ՞ ինքը իր գաղափարները, բայց չէր կարողանում բանան։ Եվ ասեմ ձեզ, որ ամենասարսափելի թշնամանքը հենց եղբայրների մեջ է լինում։ Նույնիսկ մեր կենցաղային մակարդակում, երբ որ ունեցվածք են կիսում եւ այլն, նույնը Ռուսաստան, Ուկրաինան։ Պարոն Հակոբյան, իսկ այս Միտքս ուղղակի վերջացնեմ եւ այլն։ Եվ ռուսները հիմնականում մտածում էին ինչի համար, նախկին նախագահները Կուչմա եւ այլն խոսք էին տվել, հասկացնում էին, որ մենք ՆԱՏՕ չենք մտնի։ Այս սա էր ամենակարևոր հարցը, որովհետև ռուսները ռազմաքաղաքական տեսանկյունից շատ լավ գիտեին, որ եթե Ուկրաինան հանկարծ փոխվի ու մտնի ՆԱՏՕ, ինչպես ասենք Կովկասում էլ Վրաստանը ու Ադրբեջանը, Հայաստանը այդքան չէ, Ադրբեջանը հանկարծ մտնեն ՆԱՏՕ, դա Ռուսաստանի վերջն է անվտանգության առումով։ Եվ նրանք այդ հույսը ունեին, հույս ունեին, որ վերջ չեն կարողանա փոխել, որովհետև նայեք Խարկովից Մոսկվա մի քանի րոպե է հրթիռի թռիչքը։ Էլ չեմ ասում ավելի մոտ սահմանից, Չեռնիգովից եւ այլն։ Իլհամ Ալիևը ընդհանրապես վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի բանակը գնում է ՆԱՏՕ-ի ստանդարտացման ճանապարհով։ Դա շատ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցն ով է։ Իր եղբայրը, իր կուրատը։ Բայց ռուսները ամեն կերպ փորձում էին, չէ՞, Ալիևին հետ, բայց շատ ծանոթությունների գնացին։ Եթե մեր հերոստատիտողներն էլ թվում է թե ռուսները չեն հասկանում Ալիևի ինչի անում կամ Ադրբեջանի դերը որն է սխալում են, հաճախ ժողովրդի մեջ է տարածում են, տեսեք ռուսները Այո, հատկապես իշխանությունները, որ պրոռուսական ադրբեջանցիներին են պաշտպանում եւ այլն։ Դաշնակցային հակահայկական քաղաքականություն։ Ադրբեջանը Ռուսաստանի համար ունի ավելի ծանրակշիռ դեր աշխարհաքաղաքական տեսանկյունից, քան Հայաստանը եւ նույնիսկ Վրաստանը։ Այսինքն Հայաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից մի դեր է, կարևոր դեր է իհարկե, այն որ ամրակով, չէ, որ ձգում ես, որ չթափվի, ասենք, մեխանիզմը, դա կա, դա ոտքի տեղ է ռուսների համար։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի ծանրակշիռ։ Դրա համար ռուսները ամեն ինչ անում են, որ Ադրբեջանին եւ ինչու ոչ Թուրքիային նույնպես։ Թուրքերը ինքնաթիռ են խփում, դեսպան են գնդակահարում, չէ՞ ռուսների։ Ադրբեջանցիների վարքագիծը գիտեք։ Ես չեմ բացառում եւ այսպես ասած զգում եմ, որ դա լինելու է մի օր, որ ադրբեջանական խուժանը, ինչպես 88 թվականին հայերին էր մորթում Բաքվում, այնպես էլ ռուսներին է մորթելու եւ մյուս ազգերին էլ, երբ որ ոտի հանեն։ Բայց 88 թվականին ասում են հենց երբ որ արդեն հարձակվել են հայերին սպանելուց հետո ռուսների վրա նոր խորհրդային բանակը սկսել է կասեցնել, այո։ Դե հիմա դա դժվար է ասել, ընդհանրապես հարձակումը ընդհանուր էր, բայց դա չէր գնում որ ռուսների դեպքում։ Դա հիմնականում հայերի համար էր եւ Լեբեդը մտավ ու հիմա այդ ում որ ջարդեց Լեբեդը, այդ խուժանին, որոնք ուրեմն ջարդեր էին սարքում, մարդ էին սպանում, թալանում էին եւ այլն, այդ դրան զոհեր այդ խուժանների հիմա կոչվում է շահեդների, չեմ ասում, պուրակ։ Այսինքն նրանց հերոսը իրենց
գիտակցության մեջ եւ այլն, Անմեղ ու չպաշտպանված մարդկանց տանջանողները, որոնք կարող են չպաշտպանված երեխաներ, մեր եւ այլն մորթել թալանել։ Պարոն Հակոբյան, եւ մեր զրույցի վերջում, քանի որ ժամանակը սպառվում է, ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումը որքանով է կարևոր մեզ համար, թե այլևս այս ստեղծված աշխարհակաղակական եւ տարածաշրջանային իրավիճակում մեզ դա կարևոր հանգամանքներ կան։ Ոչ միայն մեր համար, ընդհանրապես աշխարհի համար է կարևոր, թե ինչպես կավարտվի, որովհետև եթե դա եվրոպացիները հիմա տեսնում եք ամեն ինչ անում են, որպեսզի այդ հակամարտությունը չավարտվի։ Եվրոպացիները այդքան խոսելով ռուսների ագրեսիվությունից, դեմոկրատական արժեքներից եւ այլն։ Վերջին գումարները հավաքում են, որ զենք մատակարարեն Ուկրաինային։ Այսինքն եվրոպացիներին էլ է պետք հասկանալ։ Նրանք ունեն շատ լուրջ խնդիրներ ավելի գոյատևելու։ Այս Ուկրաինայի պատերազմը նրանց համար միջոց է ինչ որ ձևով հույսեր են բանանում, որ ինչ որ ձևով Ռուսաստանի թուլացմամբ եւ այլն նրանք կարողանան նոր ձևով, նոր պայմաններում իրենց դիրքերը ամրապնդել, որովհետև սա շատ երկար զրույցի հարց է, այդ հակասությունները կան ոչ միայն Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, ընդ որում թելադրած հենց այդ լիբերալ գլոբալիստներից, այլև կա Միացյալ Նահանգներ, Եվրոպայի միջև, կա Եվրոպայի ներսում այդ հակասությունները։ Իսկ Հայաստանի համար ո՞րն է ավելի դրական, հակամարտության շուտ ավարտվելը, թե։ Բնականաբար շուտ, բայց նայած ինչպես կավարտվի, որովհետև Հայաստանը ոչինչ չի որոշում այս աշխարհում։ Եթե ասենք մի 10 տարի, 15 տարի առաջ դեռ ինչ որ բան որոշում էր, դեռ նրանից բաներ կախված։ Այսօր Հայաստանը նորից եմ կրկնում, արտաքին կառավարման տարածք է, որտեղ ռեստորաններ են բացում, առևտուր են անում, ասֆալտ են փռում, այդ մարդիկ էլ էս պաշտոնը ստացել են, իրենք օգտվում են աշխատավարձ։ Պարոն Հակոբյան, իսկ Հայաստանի համար պատերազմը ինչպիսի ելքն է, Հայաստանի ազգային շահի համար կարևոր, որ կողմը հաղթի։ Ռուս-ուկրաինական։ Գիտեք, այսպես ասենք, նախ ասեմ, որ Ռուսաստանի, որովհետև այն հարցերը, որ Ռուսաստանն է դնում, իր շահերը ձևակերպում է, դա մեծ ձեռնտու է։ Եթե Ռուսաստանը չհաղթի եւ այդ հակառուսականությունը նոր թափ ստանա, դա նշանակում է ռուս-ադրբեջանական պատերազմ, ռուս-վրացական պատերազմ, ռուս-հայկական պատերազմ, ամբողջ նշանակում է Հյուսիսային Կովկասի նորից բռնկում, Միջին Ասիայի հետ պատերազմ, իսկ դա Հայաստանը այդտեղ դառնում է ընդհանրապես ոտի տակի տարածք։ Նայենք Ալևիներին ու մեզ խղճանք, այո։ Իհարկե, գիտեք, ոչ միայն Հայաստանի վիճակն է այդ առումով այդ հարաբերություններից կախված, այլև հենց Ադրբեջանի, այլև Թուրքիայի։ Ադրբեջանը գոնե բանակ ուժեղացնում է, զենքեր է գնում, տեսանք։ Ես մի բան ուղղակի ուզում եմ ասել, որ շատերը այսօրվա կտրվածքով են միայն նայում այս ամեն ինչին։ Այս process-ը դեռ երկար process է։ Այսինքն մեր դժբախտությունը ինչու՞մն է, որ մենք չունենք իշխանություններ, որոնք այս քաղաքական, այս քաոսի մեջ, այս ահավոր հարաբերությունների մեջ կարողանան այս մեր մակույկը ինչ որ ձևի պահել, փորձել, այսինքն ազգային շահ, պետական շահ չի գիտակցվում մեր ժողովրդի կողմից։ Մեր ժողովրդի կողմից, մեր քաղաքական այս ուժերի կողմից գիտակցվում է միայն այլ անձնական կենցաղային շահերը։ Որտեղ հաց, այնտեղ կա։ Հա, այդ պրիմիտիվ ուրեմն արտահայտության, բայց քանի որ այս process-ը շարունակվելու է գուցե դեռ 10 տարի, 15 տարի, հետո դու արդեն երբ որ գա ավարտին, գուցե 5 տարի, չգիտեմ, երբ որ գա ավարտին, դու սեղանի շուրջ չես կարող նստել որպես քաղաքական սուբյեկտ։ Այսինքն քեզ կասեն դու ես քանն ես, տեսեք այդ որ ասում է Հաջիև բան խաղաղություն ես։ Մինչև հիմա սահմաններ գծված չեն։ Հասկանալի է։ Մինչև հիմա Ղարաբաղի հարց, Արցախի հարց լուծված չի, քաղբանտարկյալների հարց լուծված չի։ Ինչի մասն է։ Եթե դու գնում ես ձևական այդ բառերը օգտագործող խաղաղություն, հարաբերություններ եւ այլն, բայց իրականում քեզ պահում են որպես աղքատ բարեկամի եւ թելադրում են ինչ պետք է անես։ Այսինքն մեր պետությունը այդպիսով գնալով կդառնա ինչ որ մի ուրիշ պետության մի տարածք, մի շրջան, որը կառավարում է արտաքինից, հետո ընդհանրապես կվերանա, իմաստը կկորի,
Դա արդեն եղել է մի քանի անգամ մեր ազգի պատմության մեջ։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի Շնորհակալություն համար։ ձեզ։ Հիշեցնեմ, այսօրվա իմ հյուրն էր դիվանագետ վերլուծաբան Վարդան Հակոբյանը, հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։